Հայ մի քանի հայտնիներ անդրադարձել էին Փարաքարի համայնքապետի ողբերգական մահվանը, այդ թվում երգչուհի Նարէ Գևորգյանը։ Նարէն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակել էր Վալոդյա Գրիգորյանին նվիրված պաստառը, որի վրա գրված էր «Բոլորիս համայնքապետը, Վալոդյա 41»։ Փարաքարի սպանված քաղաքապետի Վալոդյա Գրիգորյանի մասին հրապարակումները շարունակում են լայն տարածում ստանալ համացանցում։ Հիմա էլ տարածվել է նրա ավագ դստեր Մարինեի դեռ նախորդ տարի արված հրապարակումներից մեկը։ Մարինեն հրապարակել էր ծնողների մասնակցությամբ լուսանկարներ ու գրել. «Նշում ենք հայրիկիս 41-ամյակն ու այն սիրո 22-ամյակը, որը ոգեշնչում է ինձ ամեն օր։ Ծնունդդ շնորհավոր, պապ, և շնորհավոր ձեր հիանալի միությունը իմ ծնողներ։ Դուք իմ սիրտն եք ու իմ տունը»։ Նշենք, որ ավելի վաղ Մարինեն նաև հրապարակում էր արել հայրիկի մահվան մասին ու նշել. «Իմ պապ, արժանի չէիր դու էս ամենին, դու պետք ա մեր կողքը լինեիր միշտ։ Քո տեղը շատ ա զգացվում, իմ պապ, Աստծո առաջ են պատասխան տալու հատ առ հատ բոլորը, անպատիժ չի մնալու ոչ մեկը, պապ ջան»։ Ծեծով, ջարդով, սպանություններով այս երկրում հարց լուծելը դառնում է ձեռագրի տեսակ, ամենասարսափելին դա է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին նշել էր Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։ Պաշտոնատար անձի նկատմամբ այս հանցագործությունը, այն, որ նման վտանգավոր եղանակով հարցեր են լուծում, աղտոտված մթնոլորտի մասին է վկայում, իսկ թե ինչ հարցեր են լուծում, գուցե քննությամբ կբացահայտվի, հավելել էր Ասլանյանը։ Երկրում հանցագործության չկանխարգելման պատասխանատվությունը իրավապահ համակարգի ղեկավարությանն է։ Երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը և այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում, դա ծնում է հանցագործություն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։ Բեսպրեդելն արդեն այն մակարդակի է հասել, որ նման դեպքեր յուրաքանչյուր պահի կարող են պատահել։ Ցանկացած մարդու նման ողբերգական մահը իշխանության բաց թողումն է, նշել է նա։ ՀԱՅԱՔՎ նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն էլ անդրադառնալով Փարաքարի համայնքապետի սպանությանը նշել էր, որ սա մեծ հարված է Հայաստանի ժողովրդավարությանը, մեծ հարված տեղական ինքնակառավարմանը։ Ես սա օրինաչափության շղթայի մի մաս եմ դիտում, այլ կերպ չեմ կարող դիտել, որովհետև ՏԻՄ ընտրությունների արդյունքներով միշտ ժողովրդի կամքը տեղ չի հասնում։ Սա ժողովրդի կամքը տեղ չհասնելու ամենաողբերգական ձևն է։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում իրավական գնահատականներ տալ։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա բնականաբար, եթե այս ամենը ինչ-որ մի շղթայի մասն էր, պետք է այդ ամեն ինչը ժամանակին կանխարգելվեր։ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանն էլ նրա դասղեկը նշել էր. «Սա արհավիրք է»։ Շողիկ Գևորգյանը նշել էր, որ Վալոդյա Գրիգորյանը կիրթ ու բանիմաց աշակերտ է եղել, լավ ու նրբանկատ մարդ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ հանցագործության իրականացման համար դեռևս ձերբակալված անձ չկար, ուսուցչուհին ընդգծել էր. «Եթե ուզենան բռնել սպանությունը կատարած դիմակավորված անձին, ինչքան ժամանակ կտևի, 1 օր, որ ուզենան կբռնեն»։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանն էլ նշում էր. «Վալոդյա Գրիգորյանն անցավ կարճ, բայց փառահեղ քաղաքական ճանապարհ։ 2021-ից սկսելով քաղաքական ուղին մինչև կյանքի վերջին օրը որդեգրեց բացառիկ սկզբունքներ՝ անձնական շահի ստորադասում, հանրային պետական շահին, հայրենասիրություն, ազնվություն, պատասխանատվություն, վճռականություն։ 2021 թվականին Փարաքար համայնքի ավագանու ընտրությունների անարդարության դեմ պայքարեց 3 տարի, փողոցում, դատարաններում, պայքարեց ամեն օր, լինելով վճռական, լինելով ուժեղ, ամեն օր շարունակում էր լինել համայնքի բնակչի կողքին, կրելով իր բաժին պատասխանատվությունը անկախ կարգավիճակից։ Այդ ընթացքում բացառիկ նվիրումով լծվեց կուսակցության աշխատանքներին, դառնալով թիմի առանցքային դեմքերից մեկը, չէր սիրում խոսել։ Լուռ աշխատանք, որտեղ կար պատասխանատվության կարիքն առաջինն էր այնտեղ։ 2025 թվականի Փարաքարի ավագանու արտահերթ ընտրություններին Վալոդյան պատրաստվում էր այլ որակով, ահռելի լարվածության կողքին կրկին լուռ, զուսպ, պատասխանատու ու նվիրական աշխատանք և փառահեղ հաղթանակ, սկզբունքայնության, ազնվության, պատասխանատվության հաղթանակ։ Պետական պաշտոնյայի կարգավիճակում ցուցաբերեց բացառիկ նվիրում, կարճ ժամանակում կառուցելով կուռ ու պատասխանատու թիմ, տիրապետելով ամեն բնակչի անհատական խնդրին, օր ու գիշեր ստեղծելով նոր արժեք հանուն համայնքի բնակչի։ Եղավ բոլորի համայնքապետը, բացառելով հովանավորչությունը,
ուրախությունը, անձնական եւ թիմային շահը։ Ամեն փոքր խնդրի լուծում Վալոդիայի համար մեծ ուրախություն էր, հպարտություն, նոր ուժ հետագա խնդիրները լուծելու համար։ Անդադար աշխատանք առանց հոգնելու, առանց տրտնջալու, սնվելով համայնքի բնակիչների սիրով եւ հարգանքով։ Մեծ երազանքներ ուներ համայնքի կուսակցության հայրենիքի հետ կապված։ Դրանք դարձնում էր նպատակ ու քայլ առ քայլ գնում այդ ճանապարհով։ Աշխատանքային եւ քաղաքական պատասխանատվության կողքին եղավ ծնողներին արժանի զավակ, 4 երեխաների փառահեղ հայր, սիրող եւ սիրված ամուսին, նվիրված եղբայր, ընկեր։ Ննջիր խաղաղությամբ, լավագույն ընկեր։ Այս ողբերգության կատարողները, պատվիրատուները, անգործունակները պատասխան են տալու ամենայն խստությամբ, իսկ քո սկսած պայքարը անավարտ չի մնալու, Վալոդիա ջան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փառաքարին դիմադիր համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի իսպանության մեջ կասկածվող մերձավանցի Նարեկ Օհանյանին քննչական կոմիտեից տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին հայտնում էր լրագրող Լիա Սարգսյանը։ Հարցաքննության ժամանակ Օհանյանը որևէ բան չի ասել, սակայն ի հայտ եկած նոր փաստերը իրավապահների համար 90%-ով բացահայտում են սպանությունը։ Լիա Սարգսյանի տվյալներով Նարեկ Օհանյանի կիսակառույց տնից տակառի միջից հայտնաբերվել են հանցագործության ապացույց հանդիսացող ձեռնոցներ եւ այլ իրեր։ Հիշեցնենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին համայնքապետ ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է։ Այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։ Վալոդիա Գրիգորյանը Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցության անդամ էր։ Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում։ 1991-ից 2001 թվականներին հաճախել է Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցը։ Սովորել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտում ֆիզկուլտուրան եւ սպորտը մասնագիտությամբ։ Ստացել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մանկավարժի, կարատե-դոյի մարզչի որակավորում։ Ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան, կառավարում մասնագիտությամբ։ Ավարտել է Մատենա միջազգային դպրոցի համայնքների արդյունավետ կառավարում համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը։ 2004 թվականից աշխատել է Մերձավանի կրթություն եւ մշակույթ միացյալ տնօրինությունում որպես սպորտի հրահանգիչ։ Աշխատել է նաև Մերձավանի գյուղապետարանում, իսկ 2007-ից 2011 թվականներին աշխատել է Մերձավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի համայնքային ծառայողի պաշտոնում։ Շնորհվել է համայնքային ծառայության առաջին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան։ 2011-ից 2016 թվականներին զբաղվել է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ, եղել է Վալոդիա Գրիգորյան ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։ 2023-ի ապրիլի 22-ին ընտրվել է Ապրելու երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 2021-ից 2025 թվականներին Փարաքար համայնքի ավականու անդամ էր եւ Փարաքար համայնքի Ապրելու երկիր խմբակցության ղեկավար։ 2025-ի ապրիլի 19-ին ստանձնել էր Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները։